Մասնագիտությամբ ավագ նկարիչ վերականգնող եմ։ 15 տարի է արդեն իմ առօրյայի մեծ մասը անցկացնում եմ Մատենադարանում, այնտեղ որտեղ ամփոփված են մեր ինքնության, քաղաքակրթության, հոգևոր եւ մշակութային արժեքները, գանձերը։ Եվ մեր ձեռագրերի վերականգնման մեջ մենք երկար տարիներ օգտագործել ենք ճապոնական հատուկ ծառատեսակներից պատրաստված ձեռագործ թղթերը, որը ընդունված է նաև ամբողջ աշխարհում իբրև վերականգնողական նյութ։ Ես եւ իմ գործընկերը Արտուրը Պետրոսյան երկար տարիներ ուսումնասիրել ենք հայկական այն ծառատեսակները, որոնք ունեն այն նույն ճյուղերը, այն նույն հյուսվածքները, որոնք օգտագործում են ճապոնական թղթարտադրության մեջ։ Եվ երկար տարիներ ուսումնասիրությունների եւ տարբեր փորձերից հետո Եվրոպայից մասնագետ հրավիրեցինք, ով եւս հաստատեց այն փաստը, որ մենք Հայաստանում կարող ենք ստեղծել մեր հայկական վերականգնողական թուղթը եւ հիմնեցինք Մատենադարանում հայկական վերականգնողական թղթի արտադրամասը։ Անցած տարի մեր գործընկերների հետ կազմակերպել ենք ծառատունք, շուրջ 100 ծառ ենք տնկել, այն ծառատեսակները, որի ճյուղերը օգտագործում ենք թղթի արտադրության մեջ։ Եվ ի ուրախություն մեզ, մենք արդեն հայկական վերականգնողական թղթով Մատենադարանում նորոգում ենք մեր գրավոր ժառանգությունը։ Ճյուղերը հավաքելուց հետո մշակման process է տեղի ունենում, ինչ որ տեղի ունենում մեծամասամբ ձեռքի աշխատանք է եւ բավականին երկարատև process է։ Երբ ընդունվեցի Մատենադարան, գրեթե զուգահեռաբար ստեղծվեց Արեգավանդական երկիպարի համույթը, արդեն շուրջ 13-14 տարի համույթը գործում է, եւ այս տարիների ընթացքում բազմաթիվ բաց միջոցառումներ ենք իրականացրել, տարբեր կրթական օջախներում եմ ազգային ավանդական պարը դասավանդել, եւ մեր համույթը այս տարիների ընթացքում մոռացությունից փրկել է մի քանի պարանմուշներ, որոնք երկար տարիներ մոռացված են եղել եւ դրանց նոր շունչ ենք հաղորդել, նոր ձայնագրություններ ենք ստեղծել, դրանց համար ձեռք ենք բերել նոր տարազներ եւ կարծես թե այս երկու մասնագիտությունները, մեկը նյութական եւ մեկը ոչ նյութական արժեքների պահպանումն ու տարածումն է եւ հենց սրանք դարձան իմ ճախրանքի երկու թևերը։ Յուրաքանչյուր տարին ունենում ենք եռամսյա դասընթացներ, որտեղ հաճախում են տարբեր տարիքային շեմի մարդիկ եւ այստեղ է ամբողջ հետաքրքրությունը, որ լինելով տարբեր մտածելակերպի, տարբեր մասնագիտության տեր մարդիկ, մենք կարողանում ենք համախմբվել եւ պարը ինձ համար այն կարեւոր մշակութային հանգույցն է, որը մարդկանց տարբեր մտածելակերպով համախմբում է եւ դարձնում է միասնական։ Հայկական վերականգնողական թղթի վերջին ձեռքբերումը կարևորում եմ նրանով, որ տարիներ հետո համաշխարհային մշակութային ժառանգության մեջ կարողանանք մենք էլ մեր լուման ունենալ։ Իսկ մեր արտադրությունը ծառայի նաև այդ գրավոր ժառանգության վերականգնմանը։ Սա այն մոտիվացիան է, որ անընդհատ ձգտում ես առաջ գնալու։